Շարունակեք Տիրոջ երկյուղի մեջ լինել ամբողջ օրը, այլ կերպ ասած, երբեք թույլ մի տվեք, որ ձեր կյանքում լինի մի պահ, երբ դուք Տիրոջ վախի մեջ չլինեք։ Ուստի մենք պետք է մտածենք, թե ինչ նկատի ունի Աստվածաշունչը, երբ խոսում է Տիրոջ վախի մասին։ Հաճախ օգտակար է լսել մատնանշելով, թե ինչ չէ Տիրոջ վախը։ Եկեք պարզապես վերցնենք վախի ձևերի մի քանի օրինակներ, որոնք այն չեն, ինչ նկատի ունի Աստվածաշունչը, երբ խոսում է Տիրոջ վախի մասին։ Նախ դա բնական վախ չէ։ Ասում են, որ երբ երեխան ծնվում է, միայն երկու բան է ստիպում նրան վախեցնել՝ բարձր աղմուկն ու ընկնելու զգացումը։ Երբ մենք կյանքում հասունանում ենք, ի հայտ են գալիս շատ այլ բաներ, որոնք առաջացնում են վախի բնական ռեակցիա։ Սա միանգամայն նորմալ է, բոլոր մարդիկ էլ դա ունեն, բայց դա այն չէ, ինչ Աստվածաշունչն անվանում է Տիրոջ վախ։ Այնուհետև կա դիվային վախ։ Երկրորդ Տիմոթեոս 1:7 խոսքում Պողոսն ասում է Տիմոթեոսին, որովհետև Աստված մեզ վախի հոգի չտվեց, այլ զորության, սիրո և ողջամտության։ Դա մի տեսակ վախ է, որն առաջանում է չար ոգու կողմից։ Դա բնական չէ, անբնական է։ Դա վերբնական արձագանք է։ Դա մի բան է, որը հաղթում է մեզ, որին մենք չենք կարող տիրապետել։ Այն վերահսկում է որոշակի իրավիճակներում։ Դա Տիրոջ վախը չէ։ Այնուհետև կա կրոնական վախ, որի մասին Եսայան խոսում է Եսայա մարգարեության 29:13 խոսքում և դրան հաջորդող հատվածներում։ Եսայա 29:13 խոսք։ Տերն ասում է. «Որովհետև այս ժողովուրդը իր բերանով է մոտենում և իր շրթունքներով է ինձ պատվում, իսկ նրա սիրտը հեռու է ինձնից, և նրանց վախն ինձնից մարդկանց սովորեցրած հրաման է»։ Եվ Հիսուսը մեջբերում է այդ հատվածը Մատթեոսի ավետարանի 15:7-9 խոսքերում։ Նա դա կիրառում է իր օրերի կրոնական առաջնորդների հանդեպ և նրանց անվանում է կեղծավորներ։ Այսպիսով, սա վախի մի տեսակ է, որն առաջացնում է կեղծավորություն։ Մենք ժամանակ չունենք մանրամասնելու այն, բայց կարևոր է հիշել,